Եվ ուզում էինք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի կողքին միշտ կանգնած է եղել եւ ձեռք է մեկնել հայ ժողովրդին նրա ճակատագրի բոլոր ծանր ժամանակներում։ Ուստի մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին, բայց տեսնում եք ուրբաթը շուտ եկավ։ Ասում են շաբաթը շուտ եկավ ուրբաթից, թե ուրբաթը շուտ եկավ շաբաթից։ Ժողովուրդ ջան, երեկ գիշերվանից ես հետևում եմ լրատվությանը եւ սարսափած մինչեւ այսօր այս ժամը սպասում էի, թե երբ պետք է հավաքվենք մենք այստեղ հյուպատոսարանի առաջ մեր բողոքի ձայնը բարձրացնելու։ Ճիշտ է, հավաքը շատ շտապ էր, բայց այս պատերազմը փաստորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին ոտնձգություն է տեղի ունեցել ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Այո, ես ռուսներին էլ եմ միացնում այստեղ։ Այսօր իր շահերը համապատասխանում են թուրքերին եւ իր շահերից ելնելով այս 3+3 ձևաչափը տեսա, որ մերժում է ստանում, տեսա, որ արևմուտքը դեմ է կանգնել ագրեսիայով, սողացող պատերազմով, ուզում է հասնել իր նպատակին։ Ոտքի չեք կանգնում, այ ժողովուրդ, ոնց կարող է այսպես լինի։ Եվ Հայաստանի ժողովուրդը, եւ այստեղ Լոս Անջելեսում, եւ ամբողջ աշխարհում ոտքի կանգնեք, ոչ ասեք այս տրգությանը, ինչքան կարող ենք։ 300 տարի ինչ Ռուսաստանը ոտք է դրել հարավային Կովկաս, մենք մենակ կորցնում ենք, անընդհատ մեզ մանրադրամի պես մանրում են, չգիտես պատումը վերցնում են Սուրմալուն տալիս են, չգիտեմ վերևում ջրանցքներ են վերցնում, ներքևում արևմտյան Հայաստան են կորցնում։ Հիշեք Վանի պաշտպանությունը, որ ոչ մեկը թուրքական կանոնավոր սուլթանական բանակին դիմադրեցին, բայց երբ ռուսական բանակը ներս մտավ, նրանք հավատացին իրենց քրիստոնյա եղբայրներին, ինչ արեցին նրանք, մի շաբաթից զինաթափարեցին Վանը եւ թողեցին դուրս եկան, իրենցից հետո թուրքերը մտան եւ կոտորեցին հայերին, եւ միշտ ամեն անգամ մենք այս պրոբլեմն ենք ունեցել, եւ ինչու չեք ձեռքերդ քաշում Հայաստանից, վերջին 30 տարում, եթե մենք մեր անկախության առաջին օրվանից մեզ համար էինք առաջին հանրապետության իրավահաջորդ, մենք երբեք այս պրոբլեմները չէինք ունենա, քանզի այդ ժամանակ եւ Արցախն էր Հայաստանի կազմում, եւ Նախիջևանը, եւ միջազգային հանրությունը կհասկանար այս պահանջները։ Դե յուրե դե ֆակտո Արցախը Հայաստանին միացած է եղել միշտ, Արցախը Հայաստանի պորտալարն է եղել, հիմա ձեզ թվում էր, թե Արցախից որ ազատվեք պրոբլեմներից ազատվելու ենք, դուք տեսաք, որ Արցախը Հայաստանի թիկունքն էր, մեր թիկունքը բաց է այսօր, եւ դաշունահարում են մեր ժողովրդին, եւ ինչպես որ Արցախում պայմանավորված պատերազմով հանձնեցին, այժմ հերթը հասել է Սյունիքին, նույն պրոբլեմներն են տալիս, չեն թողնում կրակեն, գերի չեն վերցնում, ընդհակառակը մեր զինվորներին են գերի վերցնում, որ հասնի մի մոմենտ, որ ասեն, թե չենք կարողանում պաշտպանել, ռուսերն եկան մեզ փրկելու, Սյունիքը կտրեն։ Ինչ եք մտածում, այ ժողովուրդ։ Եվ այսօր ես լիքը քաղաքագետների հոդվածներ եմ կարդացել, որ ասում են, որ ինչ են մտածում հայերը, ինչ են ուրիշի օգնության դիմում, ինչու իրենց գլխի ջարը չեն տեսնում, այ նախկին սրիկաներ, 30 տարի թալանով էիք զբաղվել, երկիր կառուցեիք, պաշտպանություն ունենայիք, Սուտ Արցախի համար Հայաստան հիմնադրամով մեռակ փողերը քամելով ու լվանալով, իբր ջրագիծ եք քաշում, իբր ես եք անում, դուք այդ ամբողջ հավաքած գումարի երևի 10%-ն էլ չեք օգտագործել։ Եվ այսօր այս եկողը ինչ արեց, արտաքին քաղաքականություն չի փոխում,
Ինչ արեց, եկա վերջակետ տնելու այս ամեն ինչին, ինչքան հավատով էինք ընտրել իրեն, ինչ դուրս եկավ, պարզվեց, որ ինքը ներմուծված էր ռուսական չեկիստների կողմից, վերջակետ տնելու հայոց պատմությանն ու պետականությանը, այսօրվա արած բոլոր քայլերը տանում են դրան, մենք կորցնում ենք մեր հայրենիքը, հետո ինչ-որ Միացյալ Նահանգներում ենք ապրում, Հայաստանը մտածեք է ծայրամասային գյուղերում ապրող մարդկանց մասին, տեսեք դրանց երեխաների վախը, տեսեք թե ինչ ցավ են ապրում իրենք այսօր, ինչ օգնություն ենք անելու, ձեր ոչ մի ֆինանսական օգնությունն էլ պետք չի, բարձրացեք Հայաստանի ժողովուրդ, լցրեք Երևանի փողոցները, ոչ ասեք այս իշխանություններին, միավորվի թող ազգը, այլապես կորցնում ենք իմ ու քո անելով, այս ուր ենք հասել, ես այսօր շատ ցավով մեծ պրոբլեմ եմ ապրել, հենց իմ մոտ ընկերոջից, ով ասում է ով է քո ազգայինը, ասում եմ ազգային ժողովրդավարական բևեռը, ասում է նա ազգային չի, որովհետև լրատվություններով, KGB-ով, չեկիստներով վարկաբեկում են ազգային ժողովրդավարական բևեռին, ով է այս տղաներին սատարում, հասարակ ժողովուրդը, ով նախկիններին էլ է իր ադամին խփել, ներկաներին էլ, սուտ նախկին ներկա կռիվ են արել, մինչև այսօր իրար կոկորտ են ճանկրում, երբ որ թուրքը մտել է և գրավել է Հայաստանի ինքնիշխանտերության մոտ 40-ից ավել կիլոմետր և գալիս է, տեսնում եք ռուս-թուրքական այս կախաղանի տակ ենք և անընդատ սեղմում են, հիմա ինչ տարբերություն սապոգի տակ եք թե յաթաղանի, նույնը չի, առաջ սապոգի տակ, հետո յաթաղանից էլ եք մտեք սապոգի տակ, սապոգից էլ եք մտեք յաթաղանի տակ, որտև արժանապատվություն չունենք մենք, վերջի այս 300 տարին հերիք չէր, որ հասկանանք, որ ռուսը այժմ ոչ թե մեր բարեկամն է, այլ նա իր շահերն է միայն պաշտպանում հարավային Կովկասում և ինքը հեռանում է հարավային Կովկասից և իր հետևից սելավի տակ է ուզում թողնի Հայաստանը, հայ ժողովրդին, որովհետև մենք չենք դիմանալու թուրք ազրի այդ 80 միլիոնանոց թուրքին և այդքան Ադրբեջանին աջակցում է և Պակիստանը և Իսրայելը, այսօր ես սպասում էի, որ շատ մարդիկ են գալու և գիտեք ինչու չեն գալիս, որտև էլի մուքու են արել, այսօր այստեղ ազգային ժողովրդավարական բևեռի ապավինողներն են, ում անտարբեր չի Հայաստանի ճակատագիրը, իսկ ովքեր որ չեն եկել, եթե նախկիններից են, ուրեմն իրանց իշխանություն է հետաքրքրում, ոչ թե հայ ժողովրդի ճակատագիրը, այլապես նման վարկագիծ չէին ցուցաբերի, կգային ու կմիանային այստեղի ապրող, ովքեր որ Հայաստանից են եկել, հետո ինչ որ եկել եք ստեղ, հետո ինչ որ Միացյալ Նահանգներում եք, դուք իմացեք, որ դուք ոչինչ եք, եթե մի օր Հայաստանը գոյություն չունենա, ձեզ ընդհանրապես մարդ ու տեղ տնող էլ չի լինի, այսօր դրա համար մենք այս փոքրիկ անկյունում ենք, որը Հայաստան է, և մենք այստեղից ենք խոսում, որտեղ մեր ձայնը այստեղ է բարձր, որտեղ հյուպատոսարանը մեր Հայաստանի Հանրապետությունն է, և շատ լավ է լսում է հյուպատոսը, և ինքն էլ է հասկանում ինչ է կատարվում, այս աշխարհաքաղաքական խաղերի մեջ ժողովուրդյան միայն միասնությամբ ենք կարողանալու դուրս գալ, այս անջրպետը ճղել դուրս գալ, այս սահմանը ճղել դուրս գալ, դեպի ազատություն, այլապես մենք կորսված ենք, ինչպես փորձեցին Արցախը կորցնել, այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին, որ սատարում է հայ ժողովրդին, նա սատարում է ինչպես Ֆրանսիան, իսկ ինչու չհավաքվենք և ինչու չդիմենք Միացյալ Նահանգներին, դառնալու ոչ ՆԱՏՕ երկիր, կարողանանք իրենց հովանավորության տակ պաշտպանել մեր անվտանգությունը, մի տարի անցել էր Արցախյան պատերազմից, մի տարում ինչպիսի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն եղավ, ոչ մի,
Ինչ արեցին բանակը կառուցելու համար։ Ոչ մի, մեր զինվորին զինա թափել, դարձրել են տուզիկ։ Հայ զինվորը ամենաքաջն է։ Հայ զինվորի հարվածը վաղուց է տեսել թուրքը։ Իսկ հիմա ինչ դարձրեցիք մեզ, անարժանապատիվազգ։ Ես ահա որ վիրավորված է իմ արժանապատվությունն ու իմ թասիբը, ինչ է կատարվում։ Պետք է դուրս գալ, ոտքի, հայ ժողովուրդ, դու կործանվելու իրավունք չունես, քո կոդը երբեք, քո գեների մեջ եղած կոդը երբեք չի կործանվելու, շատ տերություններ են եղել հզոր, Ասորեստան, չգիտես, հին, Պաբելոն և այլն, այսօր որտեղ են իրենք, չկան, բայց դու կաս հայ ժողովուրդ, թեկուզ այդ փոքրիկ հողակոդրի վրա գոյատևում ես, արժանապատվոր են, բայց չեն թողնում, իրենք փաստորեն մեզ քշում են մեր հողերից, ու դուք շատ հանգիստ վզերը ծուռ ուզում եք հեռանաք այդ տեղից, հնարավոր չի իրանց հետ ապրել, հասկացեք, հայատյաց մարդկանց հետ հնարավոր չի ապրել, նրանք չեն հասկանում խաղաղությունն ինչ է, նրանք չեն հասկանում քաղաքակիրթ ազգը ինչ է, նրանք չեն հասկանում նորմալ ապրել ազգերի խաղաղ գոյակցությունը ինչ է, եթե հասկանային, Արցախն էլ կմնար, չէր պայքարի, բայց արդեն հասել էր տանակը ոսկորին։ Այսօր մենք պետք է հավաքվենք և դիմենք և Հնդկաստանին, և Ֆրանսիային, և այո Պարսկաստանին, ով բազմիցս կրկնել է, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, և դա դուր չի գալիս Ռուսաստանին, ամեն ինչ անում են, որ այդ ճանապարհը լինի արև ելք արևմուտք, հյուսիս հարավի փոխարեն, չենք թույլ տալու, եթե կամազուրկ իշխանություն էլ ունենք, ժողովուրդը չի թույլ տալու, ոտքի է կանգնելու, դիմելու ենք Միացյալ Նահանգներին, դիմելու ենք Ֆրանսիային, և նրանք անպայման հաշվի են առնելու հայ ժողովրդի կարծիքը, Ռուսաստան ձեռքդ հեռու Սյունիքից, որովհետև մոլիբդենի 8% աշխարհի Սյունիքում է գտնվում, այ ինչի համար են ուզում մեզ կտրեն, Հայաստանը կտրեն Սյունիքից և Արցախի փախտին արժանացնեն, և ինչ է դու կարծում եք Սյունիքը կտրվի, որը Հայաստանի ողնաշարն է, մենք կարողանալու ենք գոյատևել, իհարկե ոչ, և պատահական չի, որ Ուիդրո Վիլսոնին հանձնարարել է ազգերի լիգան գծել ինքնիշխան Հայաստանի քարտեզ, և դա այն ամենամինիմալ տարածքն է եղել, 160,000 քառակուսի կիլոմետր, որ յուրաքանչյուր պետություն կկարողանա գոյատևել, այդ դրա համար, դա մեր ամբողջ տարածքները չեն եղել Հայաստանի և Հայքի, դա եղել է այն մինիմալ տարածքը, որտեղ կարելի է եղել գոյատևել Հայաստան Հանրապետություն, և այսօր բացի Ուիդրո Վիլսոնի պայմանագրից, Սևերի պայմանագրից մենք չունենք ոչ մի միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ, այսօր այս ագրեսիան տեղի ունենում Լենին Քեմալ պայմանագիրը նորից շարունակելու 100-ամյակից հետո, ժողովուրդ ջան, եթե մենք սա չենք հասկանում, մենք հարցերին մոտենում ենք առանձին Արցախ, առանձին Սյունիք, առանձին Շիրակ, առանձին Երևան, չի լինելու, 100-ամյա գերությունից հետո հայ ժողովուրդ, ոտքի ելեք, դիմեք Միացյալ Նահանգներին, դիմեք Ֆրանսիային, և դա այն ուժն է ազգային ժողովրդավարական բևեռը, ով կտրուկ փոփոխություն է մտցնելու, երբ կա իշխանության առաջին հերթին մեր արտաքին քաղաքականության մեջ, առանց ճիշտ արտաքին քաղաքականության, առանց ճիշտ անվտանգային զոնա ունենալու, մենք ոնց ենք տնտեսություն զարգացնելու, կարող է լինի ապագա այնտեղ, իհարկե ոչ, ինչ ապագայի մասին է խոսքը, հլը տեսեք մենք քանի անմեղ ճակատագրեր ենք կորցրել, այսօր թուրքը այդ արյունով ներգված հողի վրայով գնում գալիս 6000 հոգի տուրն ենք տվել, ինչ ենք Երևանում քեֆերի ուրախությունների մեջ են, բոլորը, ես չեմ հասկանում,
Ես այստեղից այսքան տանջվում եմ։ Ես չեմ հասկանում ինչերից վրա ենք մենք ուրախանում вообще։ Ինչերից վրա։ Որ զորով մեզ պարտության են մատնել, որ մեր զինվորին զինաթափ են արել, որ չեն թողել զենք բարձրացնեն, որ զորքը չի պայքարել Արցախի համար, կամավորներին սխալ ուղղություններով ուղարկել են ու սպանել են եւ փախել են այդ հրամանատարները։ Ինչ են մտածում։ Մինչև երբ պետք է այսպես շարունակենք, այսպես չենք կարող շարունակել։ Ժողովուրդ, ես հավաքվում եմ բոլորի հետ, բոլորի շուրջը, միացեք, թող մեզ տեսնեն միասնական ազգ և տեսնեն, որ մենք ուզում ենք ունենալ ազգային պետություն, ոչ թե ավելի խրվենք Ռուսաստանի ճիրանների տակ, որ վաղը մյուս օր իրանք հեռանան ու մեզ սիրուն սկուտեղի վրա հանձնեն թուրքերին։ Մենք երևի շատ չենք հասկանում այս պահի լրջությունը, շատ լուրջ է վիճակը, ինչ լուրջ, կորցրել ենք մենք մեր հայրենիքը, մի հատ էլ հուռա տվեցին այդ միջանցքը կվերցնեն, կկտրեն, տեսնում են միջազգային հանրությունը թեմ է, զորով են անում, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբին շրջանցելով ռուսները թուրքերի հետ շատ սիրուն պատերազմ մեզ փաթաթեցին։ Հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնել շատ արագ և կարգավիճակի հարց լուծել, չնայած ես համաձայն չեմ անկախ Արցախ, ես միշտ եմ ասել Արցախը Հայաստան է և վերջ, Հայաստան է Արցախը, Հայաստան է, եղել է, կա ու կլինի, միայն մեր միասնությունն է պետք այս ամենում և հավաքվել ազգային ժողովրդավարական բևեռի շուրջը, կառուցելու մեր ազգային պետությունը, կառուցելու մեր երազանքների պետությունը և իմացեք, որ եթե մենք ունենանք ազգային պետություն, այդ 10 միլիոն հայերի կեսից շատը հետ կգնա Հայաստան, 100%, ճիշտ է։ Մենք երազում ենք ունենալ իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Հայաստան։ Ես չգիտեմ այսօրվանից մինչև ամսի 21-ը ինչպիսի որոշում կկայացնի և Հայաստանում ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը, որոնք մեզ նաև ցույց կտան այստեղ ինչպիսի միջոցառումներ է լինելու, բայց հիմիկվանից ասում եմ, հայտնեք բոլորին, ովքեր տեղյակ չեն, տեղյակ պահեք, ովքեր նստել են աթոռին ու ձիվանին, հետևները չեն ուզում հանել, գոնե կան, ամսի 21-ին մեր շնորհակալությունը հայտնենք Միացյալ Նահանգներին, չէ որ մենք ապերախտ ազգ չենք, ով է փրկել մեր ազգին գենոցիդից, այսքան որ որբանոցները բացվեցին ու այսօր մենք այդ թորներն ու ծորներն ենք, այդ Միացյալ Նահանգների շնորհիվ է եղել, ոչ թե Ռուսաստանի։ Եվ այդքան ապերախտ պետք չի լինել, եթե մենք խնդրենք իրենք էլի ձեռք կմեկնեն, մենք պետք է խնդրենք, որ իրենք մեզ ձեռք մեկնեն, որ մենք դառնանք ոչ ՆԱՏՕ երկիր, Միացյալ Նահանգների հովանավորության տակ, Եվրասիական խորհրդին պիտի մենք, բոլոր քաղաքակիրթ ազգերին, մենք չենք կարողանալու գոյություն ունենալ Թուրքի կողքին համերաշխ, չի լինելու, չի կարող լինել, 3 օր հանգիստ են, 4-րդ օրը կսպանեն, 6 օր հանգիստ են, հիշեք վերջի տարին, 300 տարին, ինչ են արել մեր գլուխը։ Հիմա այս մի բուրն է մնացել, այս էլ են կորցնելու, վաղը ինչ են ասելու մեր սերունդները մեզ, ինչ են ասելու, ես շատ եմ ասել իմ պապիկին, ոնց են այդքանին դրել տարել դերձոր 2-3 զինվորով, հասնեիք սպանեիք հլկոն այդ դրանց, որ պտի տենց ելներ, դուք էլ մեռնեիք, հասնեիք սպանեիք, բայց ոչ թե գլխիկոր, այսօր Նիկոլը նույն բանն է անում մեր զինվորին, ինչու է մեր մարդական ոգին կոտրում, ինչու է մեր արժանապատվությունը ոչնչացնում, ով է տվել իրան այդ իրավունքը, չունես դու այդ իրավունքը, եթե քեզ թելադրում են թուրքերն ու ռուսները, խելոք մնալ, չի լինելու,
չի լինելու Միջանցք, չի լինելու, չեք հաջողելու կտրել Սյունիքը Հայաստանից, երբեք, և Հայաստանի սահմանները այդ 28-30 հազար քառակուսի կիլոմետրը չի, այդ Ռուսի ու Թուրքի գծած սահմանն է, Լենինի ու Ատաթուրքի, որ հետո 70 տարիների ընթացքում մաս մեզնից կտրել են, չկա նման իրավական փաստաթուղթ, մենք ունենք մի փաստաթուղթ, Վիլսոնյան փաստաթուղթը, և գոնե ես չեմ ուզում հրեաներին օրինակ բերել, բայց ամեն օր իրար բարևելուց ասել են մյուս տարի Երուսաղեմում և 2500 տարի հետո պետականություն են ունեցել, իսկ մենք կորցնում ենք մեր պետականությունը գլուխներս կախելով ռուս-թուրքական տանդեմի դեմ, այսօր տեսեք բոլոր քաղաքագետները գրում են, որ Ռուսաստանից ինչու եք օգնություն խնդրում, գնացեք ձեր գլխի ջարը տեսեք, այդ մարդիկ պարզորեն ասում են, ինչ ես կպել հապկից, դու Արցախի ժամանակ գնացիր դիմեցիր հապկին, հապկը ինչ ասեց, ոչինչ չարեց Սեմլիջ էին մտել, այսօր նորից չես դիմում հապկին, եթե դա քեզ չի օգնելու, վերջին հաշվով, ինչու չես դիմում Միացյալ Ազգերի կազմակերպության, դիմեք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և տեսեք, որ երկիրն է վետո դնում, որ ամոթանք տանք այդ երկրին, թող իրա ժողովուրդը կոտորվի նենց, ոնց որ մեզ են կոտորում, եթե այդ երկիրը պտի վետո դնի։ Մեր երկիրը ինքնիշխան է լինելու, ազգային պետություն են կառուցելու, ազատ, անկախ, ազգային պետություն, ազատ, անկախ, ազգային պետություն, ազատ, անկախ, ազգային պետություն, և պետք է դաշնակիցներ ունենանք, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական այդ ամբողջ ելումուտին իրենք էլ են լինելու մասնակից և միասին են կերտելու, ովքեր որ ուզում են հյուսիս-հարավ ճանապարհ, մենք լինելու ենք նրանց դաշնակիցը, որտև դա է մեր ազգերի շահերից բխում, ոչ թե մեզ կզած պահեն ու Ռուսաստանը իր շահերն առաջ տանի, հերիք եղավ, փոլ եղավ, ձեռքերդ հեռու Հայաստանից, ռատներդ քաշեք, ձեր չեկիցներով, ձեր KGB-ով, գալու է ազգային պետություն, անելու է լուստրացիա, սաղիթ մեկ նստացնելու ենք Նյուրնբերգի նստարանին, որ այսօրվա օրը հասցրեցիք մեր Աստախյան առաջին պատերազմում արուն թափած տղեշքի պատիվը և այսօր էլ նույնը 44 օրյա պատերազմում։ Մեր մայրերը մեղք չեն, հերոսներ են ծնում, որ անտեղի գնան զոհվեն ձեր շահերի համար, սրիկաներ։ Ռադներդ քաշեք, եթե չեք կարող նորմալ ղեկավարել, թող կա ազգային ուժեր, թող հավաքվեն ամբողջ աշխարհի հայությունից, ստեղծեն ժամանակավոր կառավարություն և խելքի տան և Հայաստանը հանեն այս վիճակից, հերիք էս մուրացիկի վիզծուր կարգավիճակով մեզ պահեք, ամոթ ձեզ։ Ժողովուրդ ջան, թեկուզ էս կանսենք, մենք զտարյուն հայ ենք, ովքեր որ այսօր ասում են մենք ինչ կարող ենք անել, ամենամեծ թշնամին հայ ժողովրդի իրենք են, այսօր դեմ կանգնողներն ու կողմ կանգնողները չեն թշնամի, այսօր անտարբերությունն է թշնամի, որ տակուկ իրենց տեղերում նստած, ասում են մեր ձեռքն ինչ կա, ով էլ կար նույնն էր լինելու, ոչ, ով էլ կար նույնը չէր լինելու, խապեցին մեր ժողովրդին, ես ներողություն եմ խնդրում իմ ժողովրդին, որ հավատացել եմ Նիկոլին, ինչպես 10 միլիոն հայություն է հավատացել, այ տեսեք թե KGB-ն ինչ էր կարող է անել, տեսեք, և մինչև չգա ազգային պետություն, մինչև չգա ազգային իշխանություն, մինչև KGB-ի լրտեսներին չվերացնի մեր ազգի միջից, մենք չենք կարողանալու շունչ քաշել, մեզ կոտորելու են, կկոտորեն, եթե խելքի չգանք, KGB-ն Լավրովի նման տականքները, Սոլովյովի նման Պուտինի միկրոֆոնները, ովքեր սուտ ասում են հայ ժողովուրդը քրիստոնյա ազգ է,
բայց 300 տարի ռուս ժողովուրդը մեր եկեղեցիներն է փակել, ոչ ժողովուրդը, ներողություն, ցարական Ռուսաստանը, հետո էլ Լենինն է շարունակել։ Մեր եկեղեցիներն են փակել, մեր դպրոցներն են փակել, մեր եկեղեցիների հարստությունն են թալանել։ Եվ մենք այսօր կանգնած ենք կյանքի ու մահու կռվի մեջտեղում։ Մենք մեր ձեռքն է մեր ընտրությունը։ Եթե պետք է ընտրենք արժանապատիվ կյանք, պետք է ընտրենք ազգային պետություն կառուցելու ազգային ժողովրդավարական բևեռի տղաներին որպես մեզ ուղեցույց։ Նրանք ունեն ճանապարհային քարտեզ, ոնց երկիրը դուրս բերենք այս վիճակից։ Պետք է հավատանք եւ ապավինենք։ Ոչ ռուս-թուրքական տանդեմին, ռադներդ քաշեք Հայաստանից, ռուսներ եւ թուրքեր, ձերք ձերքի բռնած, ռադներդ քաշեք։ Окей. Россия пошла к черту из Армении. Ну и что? Он никуда не денется оттуда. Ինչքան էլ ասենք։ Okay. Եվ ես կրկնում եմ Լերմոնտովի խոսքերը, որ Վահե Կասպարյանն էր ասել, եւ որ Սոլովյովն էլ ընդեղից արդեն իշխանություններին ուղիղ ցուցում էր տալիս ազգային անվտանգությանը, որ գնան Վահե Կասպարյանի հետևից։ Вон! No, вон! Не прощай! Вон из нашей земли! Нечего делать тут! Вон из нашей земли! Россия, вон! Вы всегда делали так, что они нас убили! Вон из нашей земли! Россия, вон из нашей земли! Прощай, немитая Россия! Եվ զգուշացնում ենք Սոլովյովին իր այդ առաջարկությունների համար, ոնց որ միացել եք սուտ հայկական ազգանուն կրող մի քանի դավաճանների հետ ու հայ ժողովրդի դեմ ինչ լուտանքներ ասես թափում եք, ձեզնից խելացի, ձեզնից ընտանիքասեր, ձեզնից աշխատասեր, ձեզնից արարող ժողովուրդ է հայ ժողովուրդը, տեղները հանգիստ վեր ընկեք եւ ցուցումներ չանեք Հայաստանի իշխանություններին, թե ինչպես վարվեն ազգային ժողովրդավարական բևեռի հետ եւ նրա ներկայացուցիչների հետ։ Վեր ընկեք տեղները։ Դուք լավ կլներ ձեր դաշնակցային պարտավորությունները ճիշտ կատարեիք, ոչ թե ոնց որ Շոյգուն է հայտարարել Հարավային Կովկասում թուրքերի հետ չտեսնված օպերացիա արեցիք։ Մեր Հայաստանից հետո գալու են ձեր դուրը, այդ ժամանակ կիմանաք թուրքը ով է, շատ լավ կիմանաք թուրքը ով է, հիմա չեք իմանում։ Մի խոսքով, խոսքում եմ տալիս, հուզված եմ կներեք ժողովուրդ ջան։ Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան։ Ես եմ դիմել մեր հայությանը, որոնք ապրում են այստեղ Լոս Անջելեսում։ Այն հատվածին, ովքեր 3 տարի իրանց զգում էին հպարտ, վիժվածքի որակավորումով, ովքեր գնացին սև ու սպիտակ այդ բաժանմանը։ Վերջապես երբ պետք է համոզվեք, որ ձեր կուրկ, փչացած դավաճան վիժվածք Նիկոլը մեր հայազգի դավաճանն է։ Եվ ես կոչ եմ անում ձեզ, առանց ամաչելու, բոլորս էլ սխալվում ենք, ժամանակին բոլորս էլ սատարել ենք այս հեղափոխությանը, բայց այսօր ժամանակն է աշկները բացել եւ այդ կուրությունից դուրս գալ, եւ դուրս գալ այս ձեր սրիկակ կուրկի դիմաց, որովհետեւ ամենաշատը դուք եք խաբված, մինչեւ այսօր էլ եթե նրան հավատում եք, մեղք եք ուղակի, ես կոչ եմ անում, մեր հայությանը այս սև ու սպիտակը մոռանալ, ռոբական, սերժական, լևոնական մոռանալ, որովհետև մեր պատմությունը ապացուցեց այս 30 տարվա, որ այդ 4-ն էլ նույն զիբիլն են, նույն աղբամանից են։ Եվ ամոթ ունեցեք որևէ մեկը տասելով, ես Ռոբին եմ սատարում, Սերժին կամ Լևոնին,
մանավանդ այս վիժվածքին, ունեցեք արժանապատվություն, ունեցեք համարձակություն, ընդունել, որ դուք սխալվել եք և եղեք այսօր, էլ ինչ պետք է լինի, հիշեք 44 օրյա պատերազմը, ինչպես հազարներով հավաքվում էինք, տարբեր դեսպանատների մոտ, այսինչ է այսօր, այսօրվա 30 զոհ չէ ձեր համար, մեր գերիները գերի չեն, ավելացան եղած գերիների վրա, որոնց իմիջայլոց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ասեց, չսպասեք այդ գերիներին մենք չենք վերադարձնի, և դա ասեց ընդամենը 3 օր առաջ, և մենք այսօր ունենք նոր գերիներ, և եթե մենք լուր մնանք կունենանք նոր գերիներ և նոր զոհեր, և այստեղից ես կոչ եմ անում Հայաստանի մեր բնակչությանը, ձեր երեխաներն են այսօր սահմանները պահում, և դուք լուռում ուշ նստած եք ձեր տներում, և ձեր զավակներին թույլ եք տալի, որ սպանեն, իսկ ինչու, որովհետև իշխանության հետ դավաճան վիժվածք Նիկոլը իր ծակ ու սապարկերով, դուրս արի փողոց, վռնդի դրանց, և բեր ազգային ուժերին, ազգային բևեր, փրկության բևեր, ոտքի հայազգ, ազգային բևեր, փրկության բևեր, ոտքի հայ ժողովուրդ, նրանք բոլորը մեր երեխաներն են, ձեր թոռներն են, մենք իրավունք չունենք այն 7000-ից ավել նորից զոհեր տալ, ձեր լռությունը տանում է նոր զոհերի, նոր տարածքների կորուստների, դուք նստեք կասկադում և սուրճ խմեք և սպասեք մինչև թուրքը իր յաթաղանով կգա և ձեր վիզը կկտրի հենց կասկադի սրճարանում, ուստի ոտի կանգնեք և համախմբեք ազգային ժողովրդավարական բևեռի շուրջ, ինչու ուրիշ կուսակցությունների անուն չենք տալիս, որովհետև նրանք բոլորը ռուսամետ են, բոլորը ապավինում են Ռուսաստանին, բոլորը վազում են իրենց դաբրոն ստանան Ռուսաստանին, յուրաքանչյուր կուսակցություն կամ կազմակերպություն, եթե հայտարարում է, որ նա ազգային է, բայց չունի իր ծրագրում ապագա ութացում և առաջին հանրապետության իրավահաջորդություն, ուրեմն նա կեղծ է։ Միակ ուժը դա բևերն է, որը ունի այս կարևոր կետերը իր ծրագրի մեջ։ Եվ սրա մեջ է մեր փրկությունը, մինչև մենք չլինենք ազգային, մինչև մենք չդիմենք իրական դաշնակիցների, մենք դատապարտված ենք կորելու ընդհանրապես այս երկրագնդի վրայից։ Եվ եստե այստեղ Գլենդելում, Նորթ Հոլիվուդում, Վենայսում հայեր դուք կարծում եք, հայրենիքը կորցնելուց հետո դուք ստեղ ապահով կապրեք, չարաչար սխալվում եք։ Ձեր հետևից էլ են գալու այստեղ։ Գլուխներդ կախեք ապրելու, ամոթով, ինչպես մեծ քթավոր Սրիկա Ալիևն ասեց, այլևս հայերը պետք է գլուխները կախ ամաչելով ապրեն, որովհետև նրանք մենք իրանց պարտության ենք մատնել։ Եվ իրավունք չունեն նրանք գլուխ բարձրացնեն։ Սա էր Ալիևի ուղերձը։ Ապրեք դրա այդ ուղերձով, եթե չունեք արժանապատվություն։ Ամոթ նրանց, ովքեր այսօր ոտքի չեն կանգնում։ Ժողովուրդ ջան, այո, Արմենը ասեց ամոթ, բայց ամոթ առաջինը են իշխանության են ներկայացուցիչներին սկսած 94 թվականի մեր հաղթական պատերազմը, որ հաղթության էինք մենք և ազատագրել էինք այդ տարածքները և այդպիսին նման հրադադարի պայմանագիր կնքեցինք։ Ուրեմն մեր պարտությունը սկսվեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանից, չնայած որ համարում են հաղթող նախագահ էր, բայց այդպիսի պայմանագիր կնքելը հանգեցրեց այսօրվա պարտությանը, մի օր ու երկու օրում չի պարտությունը կերտվում, և այդ հաջորդ եկած թալանչի գողերը, ովքեր փոխանակ նորմալ պաշտպանություն կազմակերպեին, Արցախը համարեին հայրենիք և չվերաբերվեին այդպես, Արցախի սահմանները, խրամատները, ամեն ինչը փորելու փոխարեն
իրենց այսպես ասած առանձնատները չսարքեին, որ այսօր էլ այս պարտությունը մենք կրեինք։ Այնպես որ մենք նորից կոտրած տաշտակի առաջ ենք եւ նորից ունենք մենք ազգային պետություն կերտելու հրամայական, որ հենց այսօրվանից պետք է անենք։ Խոսք ունի մեր համակիրներից։ Ժողովուրդ ջան, նախքան այստեղից հեռանա, գիտենք, որ շատերդ արդեն ֆինանսապես օգնել եք կամ ձեր մասնակցությունն եք բերել, Բևեռը շատ ծանր վիճակի մեջ է եւ իրանց պետքա ֆինանսական մեծ աջակցություն։ Բևեռը փաստորեն միակ ուժն է, որ այսօր գետնի վրա պայքարում է մեր հայրենիքի ազատության ու անկախության համար եւ միակ ուժը, միակ կազմակերպված ուժը, որ ունի ծրագիր մեզ դժողքից հանելու համար։ Եթե տվել եք նախկինում, խնդրում եմ նորից, ինչքան էլ փոքր լինի գումարը, $5, $1, $10, նախքան հեռանալ այստեղից, մոտեցեք անկյունում, այստեղ կանգնած, տվեք ձեր նվիրատվությունը, հետո նոր հեռացեք, այս էի ուզում ասել։ Խոսք է տրվում մեր համակիրներից մեկին։ Անունս Լուսի Պալյան է, փոքր տարիքից ապրում եմ այստեղ Լոս Անջելեսում, թեև ծնվել եմ Հայաստանում։ Հեռու ես 6 ոտնաչափ։ Կներեք, որ դիմակով եմ խոսում, ստիպված եմ։ Ասելիքս հետևյալն է, ես ոչ քաղաքագետ եմ, ոչ ինտերնացիոնալ օրենքների էքսպերտ, ես հայ եմ, սփյուռքահայ Հայաստանում ծնված եւ դիմում եմ հայ ժողովրդին, ուր էլ որ դուք լինեք, Հայաստանում թե իսփյուռս աշխարհի, արթնացեք, հերիք է, արթնացեք, Հայաստանն է հիմա վտանգված եւ ահավոր ձևով վտանգված։ Մի կողմ դրեք ձեր կրոնական, թե կուսակցական, թե նիկոլական եք, թե սերժական եք, թե չգիտեմ ինչական եք, հիշեք, որ օտարի համար եւ անգամ ինքներդ ձեզ համար, Աստծո համար դուք հայ եք, նախ հայ եղեք, հետո ինչ որ որևէ մեկին սատարեք կամ աջակցեք։ Եվ սատարեք կամ աջակցեք միայն նրան, ով որ Հայաստանն է առաջինը դնում, ոչ թե իր անձնական շահերը, ոչ թե Ռուսաստանի կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի կամ այս ինչ կամ ինչ օլիգարխի շահերը։ Հիշեք, որ եթե Հայաստանը վերանա, հայ ազգը պիտի վերանա, ու մեզ մեր հետնորդները, որ արդեն հայ չեն լինելու են տարբեր ազգերի անդամներ, ամոթանք են տալու, որ այսպիսի մի մշակույթ, այսպիսի մի ազգ, պարզապես ապաթիայի պատճառով, անտարբերության պատճառով, հիմարության պատճառով, իրարից բաժան լինելու պատճառով, այդ եղած փոքրիկ Հայաստանն էլ հենց այնպես տվեց, հենց մեր թշնամիներին, ձեզնից նրանք, որոնք սովետական միության արդյունք են, դաստիարակություն ունեն, որոնք կարծում են, որ Քարդաշեն, ադրբեջանցիները կամ թուրքերը, նախ սովորեք ինքներդ ձեր պատմությունը, կարդացեք թե 1915 թվականին մեր գլուխը ինչ են բերել նրանք, ձեզնից որոնք չգիտեն, եղերն բառը անգամ եղևնի են ասում, այդ աստիճան չեն հասկանում, թե ինչ է եղել, արթնացեք, թուրքը մեր բարեկամը չի, նա նույն արյունարբուն է, եթե այսօր կոստյում շալվարով է, ոչ թե լայն չգիտեմ իրենց բաներով, հագուստներով, դա չի նշանակում, որ նա փոխվել է, նույնը վերաբերվում է ադրբեջանցի կոչվածներին, եթե դուք կարծում եք, որ ադրբեջանցիների հետ եղբայր լինեք, ամեն ինչ լավ է լինելու, եթե դուք կարծում եք, որ թշնամին արցախցիներն էին կամ Արցախն էր, որ ձեր գլխին պրոբլեմ բերեց, դուք հայ լինելու իմաստը չեք հասկանում, արթնացեք, դուք հայ եք, Հայաստանը փրկելու ժամանակն է, արթնացեք ուր որ եք, եթե Հայաստանում եք փողոց դուրս եկեք այս Նիկոլ կոչվածից ազատվեք,
Դուք չտեսաք նա ինչ արեց 44 օրյա պատերազմի ժամանակ կամ նույնիսկ դրանից առաջ։ Չեք տեսնում դուք։ Այդքանից հետո դուք կարողացաք նրան վերընտրել։ Ուր է ձեր ազգային արժանապատվությունը։ Արթնացեք ու հասկացեք, որ դուք Անդրանիկի, Աղբյուր Սերոփի, Գևորգ Չավուշի, Նժդեհի զավակներն ու հետնորդներն եք։ Հերիք է Պուտինի ստերին հավատակ։ Ես Ռուսաստան չեմ ապրել, ռուսերեն հազիվ եմ հասկանում, շատ քիչ։ Բայց ես Ամերիկայի ամենավատ նախագահին Պուտինի հետ չեմ համեմատի, որովհետև արդարություն եւ ժողովրդավարություն գիտեն եւ կարողանում են իրագործել իրենց կարողացածի չափ, ոչ թե Պուտինի նման, կեղտի նման, միայն ու միայն իր շահն է նա առաջ քաշում, մեր ժողովրդի, մեր ազգի, մեր երկրի շահերի հաշվին։ Հիմա ես դիմում եմ իմ արևմտահայ եղբայրներին ու քույրերին։ Հարգարժան հայեր ամեն կողմ, Լիբանանեն սկսյալ, Ամերիկայեն վերջացրյալ։ Արթնցեք, եթե թուրքը մեր թշնամին եղած է եւ չարթած է մեզի, ըսել չէ որ ռուսը մեր բարեկամն է։ Հասկացեք, մենք հոս հավաքվածներս գիտենք ռուսին ինչը լալը, անունով քրիստոնյա են, շատ անգամ, եթե գարենան, եթե իրենց թույլ դրվի, անոնք թուրքեն ավելի քեշ կվարվին մեզի հետ, արթնցեք ուրվորեք, գտիմեմ նաև թաշնակցություն, գպավե, պաց աչկերդ, Հայաստանն է առաջինը, Ռուսաստանեն հույսըտ գդրե, գպավե այլևս, խելքըտ կործած է, ունիս խելք, կործած է, թուրքը թշնամի է ասել չէ որ ռուսը բարեկամ է, նույնն են, հիշե պատմությունը, հիշե անցյալը, անոնք չգրցան, ռուսը եւ թուրքը միացան իրարու հետ, հայ ժողովուրդներ, որ 1918-ին ոտքի ելավ եւ Սարդարաբադ երավ, հայը ինքը իր հույսը իր վրան պիտի տնե, ադե միակ ճանապարհը, երկու խոսք էլ անգլերենով։ Dear diasporan Armenians, wherever you are, it doesn't matter to me if you speak Armenian, it doesn't matter to me if you've been to Armenia, if you feel Armenian, I'm letting you know now, if you didn't know, the future of our country is at stake now. Wake up. Nikol is not the Democrat that they've led you to believe. I don't know what he does or who he serves, but he certainly doesn't serve the interests of the people of Armenia or our country of Armenia. Wake up and fight for Armenia. Armenia alone, not Nikol, not this or that country. Armenia, and Armenia. Wherever you live, whether it be in the United States, in Europe, or anywhere else in the world, know one thing and one thing alone. If Armenia is given over to the kinds of neighbors we have on the east and the west, the Turks and the Azeris, and Russia, who only pretends to be a friend, there is no future for our country. There is no future for us as Armenians. Familiarize yourself with your culture. Read its history if you don't know it. Come to your senses and help Armenia alone. Armenia alone. And finally, to every liberty and justice loving nation, starting from the United States, help Armenia. Help Armenia. The people of Armenia deserve better. The government of Armenia does not represent the best interests of Armenia. The government of Armenia, here, there's his picture. They're not for us. We're asking you, whether it be the United States, whether it be India, whether it be any France, any other nation in the world,
We're asking you to help the people of Armenia, to help us. We need your help. We need you to stand with us and not let this tiny bit of Armenia be swallowed up by the likes of Turkey's Erdogan and Aliyev's Azerbaijan or Russia's Putin or whoever else may be wanting a part of the tiny bit of land that we have left. And I thank you. Amen. Thank you so much. Շնորհակալություն Լուսի։ Ժորժ ջան, մի րոպե մտածենք, եթե ոչ մի բան չանենք, ինչ է լինելու։ Ոնց որ նստած եք, մեծամասնությունը հիմա նստած է դիվաններին, նստած մնացեք, տեսնենք ինչ է լինելու։ Կես միլիոն մարդով ընտրեցիք Փաշինյանին, ինքը հայտարարեց, որ Սյունիքից ինքը զորքը հետ է քաշվել, որ պատերազմ չլինի։ Ես հիմա կլռեմ, մտածեք այդ նախադասության վրա։ Միջանց կատալի է։ Հանձնում է։ Այո։ Նորից կրկնեմ, եթե չհասցրեցիք։ Ձեր ընտրյալ Փաշինյանը ասեց, մենք զորքը հանում ենք Սյունիքից, որ պատերազմ չլինի։ Նորից մտածեք։ Փաշինյանին ընտրողների մասին է խոսքը գնում։ Շարունակելու եք նստել։ Համաձ կիսում եք այդ կարծիքը իրեն։ Հիմա այսօր այդ կարծիքը Փաշինյանի ընտրողներ կիսում եք իր հետ այդ կարծիքը։ Բան չեք նստել տունը։ Ոնց ընտրել են, տենց էլ պետք է գնան դուրս շպրտեն։ Դա է անելիքը։ Ոչ մի գաղտնիք չկա։ Ոչ մի գաղտնիք չկա։ Ոչ մի դժվարություն չկա։ Անգիր գիտեն իրանք անելու ձևը։ Շատ լավ գիտեն, թե ոնց պիտի անեն։ Հեղափոխություն արեցին, սովորեցին։ Հեղափոխությունը հասվեց, ուղղել է պետք։ Ոչ մի գաղտնիք չկա։ 1000 հոգի թո 1000 բան խոսա։ Այդ մարդիկ մի բան էլ ասեմ, մտածեք։ Մի քանի դիրք կորցնում եք, դիրքերի մեծամասնությունը հետ եք բերում, 41 կիլոմետրը մնում է թշնամուն։ Ինչ պիտի անի Փաշինյանը։ Մտածեք ձեր։ Ինքնասպան։ Դի հարցակվի մյուսն է վերցնում։ Երկրորդը, վաղը նորից, այսօր ռուսները եկան, կասեն հերիքա կրակեք, կասեն 41 կիլոմետրը ձեզ հերիք է այսօր, գնացեք տուն։ Գնացին տուն, 2 շաբաթ հետո 30 կիլոմետր ուրիշ տեղ են վերցնում։ Նիկոլի ընտրողներ ինչ եք անելու։ Նորից եք ընտրելու Նիկոլին։ Հոյակապ ծրագիր ունի, չէ։ Դիրքերը կորցնի, կեսը հետ վերցնի, դիրքերը կորցնի, կեսերը հետ վերցնի, դիրքերը կորցնի, ռուսները կանգնեն ընդեղ, ռուսները կանգնեն ընդեղ, Սյունիքում ռուսները կանգնած լինեն։ Որ ասում են միջանց չի տալի, այդ դա է ստելու հիմքում ընկած։ Ռուսները կանգնելու են ու սիրուն այդ միջանցքը պաշտպանելու են լինելու է։ Ու հետո այդ ձեր ընտրյալ Փաշինյանը գալու ասի, սենց մեղավոր են, ուրիշները շատ գործ արեցին։ Ոչ, Փաշինյանը գլխով պատասխանատու է այդ 41 կիլոմետրի համար, Փաշինյանը գլխով պատասխանատու է։ Այո։ Նորից եմ կրկնում, մարդը ասեց, 1000 անգամ պիտի կրկնեմ, մինչև այդ կես միլիոն Փաշինյանին ընտրողների գլուխը մտնի։ Մարդը ասեց, Սյունիքից զորքեր հանում է, որ խաղաղություն լինի։ Ստացեք խաղաղություն։ Ստացեք։ Ամեն փողոցը ճանապարհի հետից կորցնում ենք, գյուղը գյուղի հետից շրջապատվում է։ Ստացեք խաղաղություն։ Ոչ Բանկստանը։ Մի քայլ առաջ, երկու քայլ ետ։ Ընտրողներ, Փաշինյանը հենց այսօր պետք է գնդակահարվի, մարդը համաձայն է, դուք ում եք սպասում։ Մարդը ասեց գնդակահարելու որոշումը կանգնեք, գնում եմ կանգնեմ, պատի տակ գնդակահարեք, ում եք սպասում։ Որոշումը կայացրեք գնդակահարման։ Ամենաճիշտ, ամենաարագ ու ամենաէֆեկտիվ լուծումն է այս հարցի։
հայ ընտրողները պետք է որոշումը կայացնեն այսօր։ Այո։ Վաղը հաջորդ 41 կիլոմետրն եք սպասելու, մի սպասեք, հաջորդ 5 գյուղերի շրջափակումն եք սպասելու, մարդիկ պարենային ճանապարհ չունեն։ Լավն է Փաշինյանը, հա, հոյակապ մարդ, հա, լավ պաշտպանում է ձեր երկիրը։ Նա հանցագործ է, նա իր սահմանադրական իրավունքով իրան վերապահված գործառույթը չի կարող կատարել, մարդը չի կարող կատարի, 40 կիլոմետրը չի կարող պահի մարդը, ինչ եք ուզում իրանից, չի կարող պահի, հանեք շպրտեք դուրս։ Նորից եմ ասում, եթե ոչ մի բան չանենք, ինչ ա լինելու։ Այդ կես միլիոն Նիկոլի ընտրողներ ոչ մի բան չանենք, ինչ ա լինելու, խաղաղություն։ Հələ դե մտածեք, 40 կիլոմետր ստեղ, 40 կիլոմետր ընդեմ Միջանցք, վայ կաներեք Միջանցք ստացվեց։ Մենք չէինք ուզում Միջանցք տային, ոչ մի ձևի պայմանավորվածություն չունեինք Միջանցքի, կաներեք Միջանցք ստացավ։ Այդ կաներեք Միջանցք ստացվելուն եք սպասում։ Դուք ուզում եք Արցախը ղեկավարի Ռուսաստանը։ Ռուսինը պատախա։ Փաշինյանին ընտրողներ, ձեզ ասում եմ, դուք ուղղակի պատասխանատվություն եք կրում ամեն մեկդ այսօրվա Սյունիքի իրավիճակի համար։ Դուք բոլորդ անձամբ պատասխանատվություն եք կրում։ Ընտրելով Փաշինյանին եւ դուրս չանելով իրան։ Ընտրեցիք, սխալվեցիք, հասկացանք, ուղղեք։ Այո։ Հաջորդ 41 կիլոմետրին եք սպասում, որ հասկանաք իր թշնամությունը Հայաստանին։ Մարդը չի կարում։ Մարդը ոչնչություն է, չի կարում։ Ում եք սպասում։ Հաջորդ 41 կիլոմետրին, որ նորից համոզվեք, 1000 անգամ պիտի ասեմ, ինչով հասկանաք, որ նա պիտի փոխի այսօր։ Ձեզ մեռան բացատրելով, որ ազգային կառավարություն է պետք, մեռան է բացատրելով, 1000 ձևի բացատրում են, ինչ կա չհասկանալու, ինչ կա չհասկանալու, որ Հայաստանին պետք է ազգային կառավարություն, ինչ կա չհասկանալու, այդ կես միլիոնով դդում եք, մարդ այդքան ապուշ մեր ժողովրդի մեջ, որտեղից է մարդ, որտեղից այդքան ապուշ մեր ժողովրդի մեջ, բացատրեք մեզ, որ առանց ազգայինի չեն կարա Սյունիք պահենք, մարդը զորքերը հանում է Սյունիքից, ու գլուխ է գոում է, որ ինքը մտում շատ փայլուն որոշում է կայացրել, ձեռ եք առնում, այդ կես միլիոն հայերով, մեր ամբողջ հայ ազգին ձեռ եք առնում, գնացեք հենց հիմա դրա ականջին տվեք, կանգնացեք պատի տակ ու գնդակը արեք, վերջ։ Այո։ Շնորհակալություն։ Դավաճան, Նիկոլ, Նիկոլ հանցագործ, Դավաճանը քիչը հանցագործ, նա պետք է իր հանցանքների համար 41 կիլոմետրի համար գլուխը պիտի կորցնի։ Ով է իրան իրան տվել 41 կիլոմետր կորցնելու, ով։ Սահմանադրությունն է իրան թույլ տվել։ Թե ընտրողներն են դրա մանդատը տվել են։ Մանդատը տվել իրան, ժողովուրդ ասել է գնա 41 կիլոմետր կորցրու։ Նա հանցագործ է, հանցագործին պետք է ձերբակալել ու հետո գնդակը արել, ոնց որ ինքը համաձայն է արդեն։ Վերջ։ Էլ ուրիշ ոչ մի բան, եւ այսօր, վաղը չէ, այսօր, ժողովուրդ, այսօր։ Խնդրեմ։ Ես էլ եմ Նիկոլականեղի, սկսեմ դրանից, մեղա եմ գալի, մեղավոր եմ, ամբողջ կյանքում երևի կզգամ այդ մեղքի զգացողությունը, շատերն են եղել, ուզում եմ այդ մարդիկ, ովքեր երբևիցե հավատացել են այդ ապուշին, ոչ պրոֆեսիոնալ, ոչ դիվանագետա, ոչ ռազմական որևիցե գիտություններ ունի, ես հասկանում եմ, ժուրնալիստ է, արեց, կարող եք քաշվել կողքի, չարեց մարդը, հավատացել եմ, ես էլ եմ հավատացել, հիմա զղջում եմ, լացում եմ, ամեն օր հասկանում եմ, որ ես հանցագործ եմ, երբ որ այդ երեխեքը մահանում են, ես հասկանում եմ, որ ես ժամանակին այդ մարդու կողքն եմ կանգնել, ձայն եմ տվել, հավատացել եմ ու կարծել եմ, որ լավ բան եմ անում, մեր հայրենիքը առաջի անգամ զգալու է, որ շունչ է կարելի քաշել, ապրել է կարելի, մեր ժողովուրդը ժպտում էր, ուրախանում էր, պարզվեց այդ ամբողջը կրկես էր։
կրկես։ Այն ինչ որ կատարվել էր այս քանի օրը, 2 օր առաջ դրեցին տեսահոլովակ, երբ որ մեր երեխաներին, մեր զինվորներին ասում եմ երեխա, որտեվ իսկապես երեխեք են 18-19 տարեկան, երբ ոչ մեկ չի պատկերացնում այդ ինչա։ Ազերիները հանում էին այդ խրամատներից ու չոքացնում էին։ Հիմա ուզում եմ այդ ծնողներին ասեմ, ծնողներ ուր եք այ մարդ, հելեք, տները նստելուց այդ նպաստերը ստանալուց տեղը նորայրի այդ մի քիչ թասիբ ունեցեք, մի երկու նռնակ գցեք այդ անտեր տեղը, այդ ապուշի վրա կհասկանա, որ մենք դեմ ենք, ձեր երեխեքին մի մատաղարեք, չի կարելի, իրանք մեր երեխեքն են, մեր զինվորները, մահանում ենք, մենք ստե մահանում ենք, անճար ենք, ձեռներներս չի հասնում ոչ մի բանին, բայց դուք այդտեղ եք, կանգնեք, իմացեք, որ մենք ձեր կողքը ամեն ձևով կկանգնենք, մի վարքյան չմտածեք, ինչ կարանք կանենք, բայց կանգնեք ոտքի, մի մնացեք տները, գալու է թուրքը ձեր տուն, Երևանա գալու, ոնց որ այդ անասունն է ասել, բարձացեք, այսօր ինձ ոչ մեկ չմտածի, որ պրովոկացիա է, գրում է խրամատներում կանգնած պրոֆեսիոնալ զինվորը, այն ժամանակ, երբ որ լռում էր բոլոր մեր լրատվական միջոցները, տեղեկություն երևի չունեին, պաշտոնական չէին ասում, մարդը գրում էր, որ 2 դիրք ենք հանձնել, 12 գերի ունենք ու 30-ի չափ զոհ, իսկ մերոնք ասում էին ընդամենը 1 զոհված անձ, շատ հետաքրքիր էր, զինվոր, պրոֆեսիոնալ զինվորը գրում է, միացեք հայրենիքին, վտանգի մեջ է, ուշքի եկեք, պետությունը մեր դավաճանն է, ժողովուրդ գրում է զինվորը, թասիբ ունեցեք, բարձացեք, այդ դրանք մեզ տապալելու են, մեզ արդեն կորցրել ենք, ես ամեն անգամ Հայաստան ասելուց, լացելու եմ, ես չեմ ուզում, որ լացեմ, ես չեմ ուզում, որ իմ մոտ ցավա, ես չեմ ուզում, որ ձեր երեխեքը գնան ու այդ ազիկները իրանք չոքացնեն, գնացեք, նռնակ գցեք, գնացեք այդ շենքի դեմը պարկեք, ինչ ուզում եք արեք, այդ մարդը իրավունք չունի ղեկավարի մեր ազգը, ինքը պրոֆեսիոնալ չի, դիլետանտ է, կարում է գրի, թո գնա, թո հեռանա, ինքը դավաճան է, մեր ազգի դավաճան է, ձեր երեխեքին ինքն է սպանում, թուրքը չի սպանում, բարձացեք, ստեղի ժողովուրդն է, մի սպասեք, որ մի օր է ապրելու եք, ամեն մեկը բարձին գլուխը դնելուց հիշեք դուք որտեղ եք եղել ու երբ որ Հայաստան ասում եք սիրունա գնացի, աղբոր էր հանգստացա, կապ չունի դուք ով եք, հայաստանցի եք, լիբանանացի եք, լիբանանի հայ եք, սիրա հայ, մենք հայ ենք, հիմա թողեք այդ լրիվ, եկեք ու կանգնեք, մենք հայրենիք ենք կորցնում, զինվորա խրամատում կանգնած գրում, այդ կառավարությունը դավաճանա, զինվորն է գրում, բարձացեք եկեք, ես ուրիշ բարձ չունեմ, չգիտեմ ոնց ասեմ, բարձացեք, հետո դուք հասկանալու եք, որ դուք դավաճաններ եք ու մեր ես ամբողջ օրվա, օր հասական ես ամբողջ իրադարձությունների համար դուք էլ եք մեղավոր, ես էլ եմ մեղավոր, դուք էլ եք մեղավոր, ուրեմն լավ չենք պայքարում, ուրեմն լավ մի բան չենք անում, ճիշտ չենք անում, բարձացեք ժողովուրդ, չգիտեմ այսքան ինչքան կանգնած են, այս են մարդիկ են, որոնց ես միշտ տենում եմ, ու եկել էի կանգնում էի ու ցավով էի նայում, բա դուք թասիբ չունեք, մենակ փող աշխատել ու տունը գնալու կամ գնալ Երևանում կնունք անելն, խոսքեր չունեմ, բարձացեք եկեք, այդ երեխեքին մենք ենք պետք, մեր հայրենիքը պետք է պաշտպանվի, ժողովուրդ, զինվորի ծնող, գնացեք, նռնակները գցեք այդ անտեր իմ քայլականների եւ Նիկոլի վրա, որ հասկանան մենք դեմ ենք ու երբեք չասեն, որ մենք իրաց կողմ ենք եղել, հիմա հասկանում ենք, որ դավաճանություն է, մենք էլ ենք նռնակ գցելու, հնարավորին չափ կօգնենք, ինչ կարանք կանենք, ինչ չենք կարա կանենք, բայց ոտքի հելեք, մի մնացեք այդ ձև, այդքան ձեռները թափած, այդքան անզոր, այդքան գլուխները կախ մի մնացեք, դուք մեզ էլ եք կոտրում, մի կոտրեք մեզ, մենք հեռու ենք, մենք ապրում ենք ձեզանով ու չի կարելի, որ մեզ սենց անեք։ Դիմում եմ Գլենդելի, Հալիվուդի, Նորթ Հալիվուդի բոլոր հայերին, ընդհանրապես Լոս Անջելեսում գտնվող բոլոր հայերին եմ դիմում։ Ժողովուրդ, այսօր պատերազմ է, ուր են ձեր դրոշները, անցած տարի պատերազմի բոլորը դրոշները ման էի գալիս քաղաքով մեկ, ուր եք, ուր են ձեր դրոշները, չեք գիտակցում, որ պատերազմ է այսօր, հանձնում են երկիրը, Թուրքն ու Ադրբեջանը
նորից։ Ու հեռանաք, երբեք չվերադառնալով։ Այսօր մեր հայրենիքը ծնկած է։ Այսօր մեր հայրենիքը հիվանդ է։ Այսօր մեր հայրենիքը իր վերջին շունչն է փչում, օրեք։ Ընկճվում ենք ժողովուրդ։ Շարունակում ենք մեր պայքարը։ Միանում ենք բևեռին։ Սատարում ենք բևեռին։ Պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Կարողանալու ենք այն հանձնել բաց դեմքով, բաց խղճով մեր հաջորդ սերունդներին։ Թե պիտի ասենք, որ մեր սերունդը թույլ էր, անողնասար էր, անպատիվ էր ու հանձնվեց։ Եթե պիտի ընկնենք, պայքարից հետո պիտի ընկնենք։ Եթե պիտի ընկնենք, մենք մեր սրի վրա պիտի ընկնենք, մինչև վերջին շունչը պայքարելով։ Հանձնվել չկա, ռուսին հավատալ չկա։ Ռուսը, նույն թշնամին այսօր մեր համար ինչ-որ թուրքը, նախկիններին տեղ թողնել չկա, ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Ի գործ, ի պայքար։ Ի պայքար, Ի գործ, ի պայքար։ ի պայքար, Ազատ, անկախ Հայաստան։ Հայաստան, Ազատ, անկախ Հայաստան։ Հայաստան, Ազգային բևեռ, փրկության բևեռ։ հրմության բևեր, Ազգային բևեռ, փրկության բևեռ։ ազգային բևեր, հրմության բևեր, Ի գործ, ի պայքար։ ի գործ, ի պայքար, Ժողովուրդ, մեր հաջորդ այսօրվա վիճակով կազմակերպված մեր հաջորդ գործողությունը Կիրակի օրը նոյեմբերի 21-ին Գլենդելի քաղաքապետարանում ժամը 3-ին։ Այդ օրը մենք նշելու ենք Վիլսոնյան իրավարար վճռի 101-րդ տարելիցը։ Խնդրում եմ բոլորիդ ներկա գտնվեք։ Եթե մենք շաբաթվա մեջ նորից պիտի կազմակերպենք, մենք փորձելու ենք ամերիկյան քաղաքականությամբ զբաղվող անձանց հետ փորձել հանդիպել, խնդրել նրանց, որպեսզի հորդորեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանի ժողովրդի անունից կանգնել, փրկել, պաշտպանել Հայաստանը սրիկա ռուսների եւ թուրքերի գործարքից։ Պատրաստ եղեք, հետևեք մեր Facebook-յան էջերին, իրադարձությունները շատ արագ են զարգանում ու մենք պահի դրությամբ կարող որոշենք նորից ուրիշ ցույցեր եւ գործողություններ։ Խնդրում եմ զգույշ եղեք, հետևեք եւ միացեք մեզ, երբ որ հայտարարություններ կտեսնեք։ պատրաստ է, Կիրակի օրը նորից կրկնեմ, դա այդ ցույցը արդեն կազմակերպված է, արդեն հայտարարված է ժամը 3-ին Կիրակի օրը Գլենդելի քաղաքապետարանի դիմաց։ Հետո կքայլենք դեպի հյուպատոսարան։ Հայ, դեպի այստեղ։ Thank you.